դուք որպես լրատվամիջոցներ, արդեն որերորդ օրն է Հայաստանի Հանրապետության ղեկավարը հարցում է անում հրապարակային եւ ուզում եմ հասկանալ, որևիցե մի լրատվամիջոց արդյոք փորձել է հասցեատիրոջից հետաքրքրվել, իրենք այդ հարցի պատասխանը ունեն, թե այդ հարցի պատասխանը լռելու են եւ ձևանան ոչինչ չկա։ Որովհետեւ բացատրեմ, Սահմանադրությամբ նախ եւ առաջ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, դա մեկ։ Արդեն դարավ իրավական ինչ-որ բան։ Հետո Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն շատ առավելություններ է տալիս եւ վերջի վերջո կարծում եմ վարչապետը դրա մասին խոսել եւ բացատրել է, ինքը ասում է ես որպես հավատացյալ մարդ, որպես մարդ ում համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, որպես մարդ ում համար հայոց կաթողիկոսը մեծագույն արժեք է, ես պետք է որպես հավատացյալ դրա մասին իմանամ։ Ինչի օրինակ բոլորը որ իրենց իրավունք կարող են վերապահել, օրինակ հետաքրքրվել ով վարչապետի ենթադրենք խոսում են վարչապետը ամուսնացած չի եւ այլ այսօրվա իրողությունն է դա դե լրագրողների մասին մենք չենք խոսում ես խոսում եմ դուք ում եք ամուսնացած շոկ չենք խոսում անձնական կյանքից որովհետեւ բացատրեմ չէ լրատվամիջոցներին պրետենզիա չկա որովհետև տեղի ունենում են ինչի մասին ես բազմիցս ասել եմ անցնում են հակառակ կողմը անցնում է գծեր եւ երբ որ դու օրինակ ազգային ժողովի նիստերում դահլիճում խոսում ես կոռուպցիայից եւ փորձում ես իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մասին իշխանական падգամավորը խոսում է ասում է բայց չէ որ դուք այսքան միլիոնի փող եք թալանել եւ պատասխան է տալիս երբ որ դու մտնում ես ինչ որ մեկի անձնական կյանքի մեջ մարդիկ նույն ձևի այսինքն այդ հետևել թե տեսեք էլի մենք փոխանակ նյութով զբաղվենք հետևում ենք արժի տենց ասել թե չարժի ասել իհարկե ամեն մեկը իր համար իր գիծը գծում է հիմա ես ասում եմ որ բովանդակությունը ինչ է տալու որ իմացակ կաթողիկոսը զավակն հիմա ում հարցին պատասխան ինչ գիծ է եկեղեցին հատել որ ասում եք գծեր են հատվել լսեք ամենահետաքրքիրը գիտեք որն է ես չեմ խոսում նրա մասին որ եկեղեցին որոշել է ոչ թե որոշել է այլ արդեն բացահայտ է հայտարարել որ ինքը կուսակցության դեր է իր վրա ստանձնել չեմ խոսում Բագրատ Սրբազանի մասին գնացեք դրանից նույնիսկ դրանից հետո Աճապարյան, հա, ճիշտ եմ ասում, Աճապարյանի մեկնաբանությունները նայեք, ասածները նայեք, վարչապետի հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ անձնական որակումները նայեք, ընտանիքի վերաբերյալ անձնական բաները նայեք, այդ ինչ եք այն մի մասը տեսնում, այն մի մասը չեք տեսնում։ Տարանջատ եք եկեղեցին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց դրանք տարբեր բան են այսօր շատ դրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան անհատներին նույնացնում են եկեղեցու հետ որը իդեպ մեղ կա անհատը ու եկեղեցին ենք տարբեր բաներ են ինչ որ մարդիկ ասում են ես ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես մտնի ինքը եկեղեցի դու ծառայես իրանք սուս մնա չկգնամ հենց հիմա եթե մյուս անգամ ընդհատեցիր այդ մարդիկ ծառաներ են իրանք պետքա ծառայեն այն մարդկանց ովքեր որ հավատացել իրանք ծառայեն ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ունեն Երևանի կենտրոնում մեջմիածնում ինչքան գույք ունեն ասում է որ եկեղեցական ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ դերը եւ ձայնը ունենա ուրեմն ես եկեք sense մեկնաբանեմ նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները երկրորդը օրենսդրական ենթադրում եմ դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկում առաջիկայում նմանները Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի։ Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ
եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձև է ներկայացված լինելով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն, առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։